նախքին 18 թվականից առաջ եղած իշխանությունների առումով ես պատկերացնում եմ, թե 18 թվականին եկան իշխանության, պետք է եթե պատժվեին մի քանի հոգի, այսինքն համակարգ ստեղծողները, եթե պիտի պատժվեին, բայց այդ հարցեր իրականում պետք է նստել որոշվեր։ Հարցերը ինչի համար, ոչ թե իրանց արած երևույթներ ընտրություն կեղծելը, կոռուպցիոն մեծ սխեմաներ ստեղծելը լավ բան էր, իհարկե վատ բան էր, ուղղակի այդ process-ի մեջ ժողովրդի 90%-ն էր, այսինքն կաշառք վերցնելը այնքանով է վատ բան, ինչքան տալը։ Բոլորս գիտենք, չէ՞, մինչև չգիտեմ 18 թվականը պետավտո տեսուչ երբ որ կանգնացնում էր, մենք 5000 դրամ ակտ չգրելու համար մենք 1000 տալիս էինք, ինքը 1000 դրամ էր օգտվում, մենք 4000, ճիշտ է։ Ու եթե հիմա մենք ջայլամի քաղաքականություն անենք, ասենք տես բան չի եղել, ես վստահ եմ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է տվել։ Վստահ եմ։ Այդ էր համակարգը։ Այսինքն չի կարելի, եթե այտենց պատժենք, ուրեմն պետք է 90%-ին հասարակության պատժենք, այն 10%-ին ինչ որ տնային տնտեսուհիներ, մարդիկ ասենք լավ դուք հրեշտակներ եք, բայց չի լինում այդպես։ Եթե համակարգն է այդպես, կամ պետք է համակարգի գլխավոր ստեղծողներին, բայց քանի որ ասում արմատները գնում են նաև սովետական ժամանակաշրջան, պետք է ուղղակի ասենք, որ դուք չկարացեք, ճիշտ չվարվեցիք, եկանք հասանք այս վիճակում։ Ու իմ կարծիքով պետք է ասենք, որ այսօրվա խաղի կանոններն էս է, բայց պետք է ուղիղ ճակատին ասենք, գիտեք, մենք դերասանություն չանենք,